Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի դպրոցում գործող կանանց ակումբը Թումանյանի ծննդյան օրը թումանյանական շնչով ու գրականությամբ։ Ակումբը «Իմ քայլը» հիմնադրամի կրթվելը նորաձև շարժման նախագծերից է։ Այստեղ կազմակերպվում են ընթերցանության, անգլերենի ու յոգայի դասընթացներ։ Հետևելով հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մեկ ամիս կարդացած մեկ գիրք արշավին, ակումբի մասնակիցները որոշել են ընթերցանության այս ժամը նվիրել ամենայն հայոց բանաստեղծին, անդրադառնալով նրա կյանքի հիշարժան դրվագներին, ստեղծագործական ուղուն և մարդկային կերպարի բացահայտմանը։ Մասնակիցները նաև անգլերենով վերարտադրել են բանաստեղծի հայտնի տողերը, քառյակներն ու ասույթները։ Օրվան առանձնահատուկ մշակութային շունչ են հաղորդել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհիներ Վարսենիկ Ավանյանը, Մագդա Մկրտչյանը և դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Իմ քայլ» հիմնադրամին, հանձինստիկին Աննա Հակոբյանին, մարզերում բնակվող մարդկանց և հատկապես կանանց այսպիսի հոգատարություն ընձեռնելու համար։ Սասունիկի կանանց ակումբի համար մենք պատրաստել էինք հատուկ ծրագիր, խորագիրը «Ես սիրում եմ օպերա» և մեր ծրագրի սկզբում ցուցադրեցինք հետաքրքիր տեսանյութ օպերային արվեստի և օպերային թատրոնի զարգացման մասին։ Շատ ուրախ ենք, որ այս կանանց ակումբին նաև միացավ մշակութային այսպիսի մաս։ Ընթերցանության խմբակի ղեկավարի խոսքով նման ակումբները կարևոր հնարավորություն են երիտասարդ ու բազմազբաղ կանանց համար, առօրյա հոգսերից կտրվելու, հաճելի ժամանակ անցկացնելու և սովորելու։ Նրանց մասնակցությունը ապացուցեց դա, որ իսկապես պետք էր ընթերցանություն, որովհետև թե դասական հեղինակների ենք ծանոթանում, նրանց հետ ենք ծանոթանում, թե արտասահմանյան գրականություն եւ այլը, թե նոր բան կա, թե հինը վերհիշելու խնդիր կա, այսինքն ամեն ինչ շատ լավ է, փոքրիկ միջոցառումները, այսպիսի մարդկանց հետ հանդիպումները եւ այլը եւս շատ հետաքրքիր ու չգիտեմ, առօրյան լցնում են նրանց, ես Մողնից եմ գալիս ու շատ հաճույքով գալիս եմ, դասավանդում եմ, ես ինքս էլ բան եմ սովորում, որովհետև իմ խմբում կան մարդիկ, ովքեր ինձ էլ նոր բան են ասում, եւ այդպես փոխադարձաբար սովորում ենք եւ սովորեցնում։ Անգլերենի խմբակի ուսուցիչն ասում է, խմբում 20-ից 70 տարեկան կանայք կան։ Խմբակը բավականին ակտիվ է եւ սիրով գալիս են, ունեմ հիմնական կորիզ արդեն, այսօր էլ ինչպես դուք տեսակ ունեցանք հետաքրքիր ցուցադրական դաս եւ կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է, մենք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ կունենանք այս անգլերենի խմբակում։ Սասունիկ համայնքում գործող կանանց խմբակը, որտեղ դասընթացները շաբաթական 2 անգամ են, կայուն կերպով դրանցից յուրաքանչյուրին մասնակցում է ավելի քան 20 անդամ, այդ թվում տարբեր այլ բնակավայրերից։ Բուժքույր Սոֆյան աշտարակից է գալիս։ Շատ ողջունելի է, որ մեր մարզում Աշտարակ քաղաքի Սասունիկ գյուղում այսպիսի հրաշալի կառուցված դպրոցում նման ծրագիր է իրականացրել Տիկի Աննա Հակոբյանը, որին խորին շնորհակալությունս եմ հայտնում եւ ցանկանում եմ մնացած կանանց էլ ուղերձս հղել, որպեսզի գան մասնակցեն եւ հաստատ չեն փոշմանի, որովհետեւ առաջին իսկ օրվանից տպավորված եմ կրթվելու համար, կարծում եմ երբեք էլ ուշ չի, քանի որ կրթությունն է մեր պետականության հիմքն ու ուժը։ Յոգայի մարզիչն էլ մեծ ոգևորությամբ է միացել նախագծին, այս նախաձեռնությունը դիտարկելով որպես կարևոր բարեսիրական առաքելություն։ Ասում է, արդեն օրինակներ կան, թե ինչպես են խմբակի մասնակիցներն իրենց պարապմունքների շնորհիվ վերագտել առողջությունը։ Շատ ուրախ եմ այս համայնքի համար, այս ծրագրի համար, այս բարեգործական, լուսավոր, բարի աշխատանքի համար, երբ որ մարդկանց տեսնում ես այդ լուսավոր աչքերը, հոգիները, որ առանց գումար կարող են գալ, ազատվել իրենց ցավերից, ամեն ինչ չի որ գումարով է եւ դա շատ մեծ հոգեվոր գանձ է ինձ համար։ Ես շատ ուրախ եմ, որ ինձ ընդգրկել են այս ծրագրի մեջ։ Կանանց ակումբներ գործում են Արարատի, Արագածոտնի, Տավուշի եւ Լոռու մարզերում։ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստվում է շարունակաբար ընդլայնել դրանց աշխարհագրությունը, հաշվի առնելով դրական արձագանքներն ու պահանջարկը։ Աննա Զախարյան, Արման Թովմասյան, լուրեր։